ամեն օր երեխուն մուլտիկ ես միացնում ու դու քո համար նստում ես։ Դեռ 3 ամիս մամայեմ շատ է լինում այդ մեղքի զգացողությունը։ Անունը դնում են մենք իդեալական մամա չենք ու դրա անվան տակ ինչքան վատ բան կանում են։ Չես վախենում, որ երեխեդ սկեսուրիդ մամա ասի։ Ուղղակի լացս գալիս էր, ինձ թվում էր ես էլ կյանքում տնից դուրս չեմ գալու։ Ակտիվ պրոպագանդա է գնում, որ ամուսնանալը վատ է, երեխա ունենալը վատ է։ Հիմա նայում եմ մեր երեխեքին, ասում ես sense մեծ 2 երեխա ունեմ, երբ ոնց։ Բարի գալուս տաքանկյուն։ Այստեղ մթնոլորտը ջերմ է, իսկ զրույցներն անկեղծ ու հարմարավետ։ Յուրաքանչյուր թողարկման ընթացքում ունենալու եմ հյուր, որի հետ խոսելու ենք աղջկական ու հետաքրքիր թեմաներից, իսկ դու քեզ կզգաս ինչպես մեր կողքին նստած երրորդ ընկերուհի։ Այսօրվա թեման կլինի մայրությունն առանց ֆիլտրերի։ Իսկ իմ հյուրը իմ շատ մտերիմ ընկերուհի, 2 երեխաների մայր ու գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն է։ Ողջույն։ Ողջույն։ Բարի գալուս տաքանկյուն։ Շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ քո առաջին հյուրն եմ։ Ու իմ առաջին ինչ-որ երկարամետրաժ հարցազրույցն է։ Ինձ անկեղծ ասած շատ կոմֆորտ է, որովհետև ես շատ էի լարվում ու ինձ կոմֆորտ է, որ ինձ շատ հարազատ մարդային առաջին հյուրը։ Ովքեր չգիտեն, Լուսինեն 2 երեխաների մայր է ու մայրացել է 21 տարեկանում։ Դրա համար ուզում եմ սկսենք հենց այն թեմայից, թե կան ինչ-որ բաներ, որոնք դու զգում ես, որ բաց ես թողել ու կուզեիր մինչև մայրանալը անեիր։ Ավելի շատ այդ զգացողությունը լինում էր մայրության սկզբնական փուլում, որովհետև իմ բոլոր ընկերուհիները, ծանոթները, ովքեր իմ տարիքի էին, ոչ ոք ամուսնացած չէր, բոլորը նոր էին սկսում իրենց կարիերան, որովհետև ես ամուսնացել եմ, երբ 4-րդ կուրսում էի, այսինքն բոլորը նոր ընդունվում էին աշխատանքի, սկսում էին իրենց կարիերան, իսկ ես արդեն մի անգամից դեկրետի մեջ էի, դեռ չսկսած իմ կարիերան ու այդ բան շատ էր լինում այդ ափսոսանքը։ Բայց հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ սկսել էին իրենց կարիերան, հիմա շատերը որոշեն փոխեն իրենց մասնագիտությունը ու հաստատ այդ փուլի մոտ է կգար ու նոր են ընկնում այն ամենի մեջ, ինչի մեջով ես արդեն անցել եմ ու շուտով դուրս եմ գալու։ Իրականում այդ պահին քեզ է դժվար եղել մեզ հեշտ, բայց ոնց որ հիմա հաղթածը դու ես էլի։ Տենց է ստացվում։ Իհարկե ինձ շատ կապ ունի, թե այդ մարդը այդ տարիքում արդյոք պատրաստ է, թե չէ, ես ինձ համարում եմ, որ պատրաստ էի։ Հիմա հետ նայելով։ Հա, որ պատկերացնեք, մեր ավարտական ֆոտոշութի ժամանակ Լուսինեն միակն էր, որ սենց մեծ փորիկով եկել։ 7 ամսական եղել։ Տենց իսկ դու ինչ կասես, որպես 25-ում։ Ես 26-ում եմ մայրացել, բայց ոնց որ քո հետ որ համեմատում եմ, սենց շատ ուշ է թվում, բայց մեկ-մեկ սենց պահի տակ հակասական էմոցիաներ են գալիս, որ մտածում կարող շուտեր իրականում, պետք չէր այսքան շուտ։ Իրականում միակ բանը, որ կուզեի ավելի շատ անեի, մինչև երեխա ունենալը, ավելի շատ ճամփորդելն է, որովհետև ինձ էլ ամուսնուս էլ թվում էր մինչև երեխա ունենալը, որ վсё, էսա երեխան ծնվեց, մենք ոչ մի ճամփորդություն, դաժե մենք հղիության ընթացքում ճամփորդություն պլանավորեցինք, որ ասենք դե լավ, ստեղ գնանք, որովհետև էսա էլ մի քանի տարի ոչ միտեղ չենք գնալու, բայց մինչև երեխան ծնվելը մենք արդեն 3 հատ տրիփ ենք պլանավորել։ Ինձ թվում է չի խանգարի, չգիտեմ, բայց ավելի շատ կուզեի, որովհետև ամեն դեպքում այդ երեխուն թողել, չգիտեմ, ստրես է լինելու։ Իրական դուք շատ եք ճամփորդում, մի հատ այդ թեմայով էլ կիսվի, ոնց եք անում, որ երեխեքին չեք կարոտում, ոնց եք թողում երեխեքին։ Դե կարոտելը կարոտում ես, իրականում սկսել ենք ճամփորդել երկրորդ երեխուս, երբ որ երկրորդ երեխա ես, արդեն համարյա մի տարեկան էր, այդ ժամանակ ենք առանց երեխեքի ճամփորդել։ Շատ կարևոր է, այն որ ինձ հարցում են, բա ոնց եք երեխեքին թողում առանց երեխեքի ճամփորդում։ Ես գիտեմ, որ ես շատ ներկա մամա եմ, պապան էլ է շատ ներկա, մեր գործի բերումով մենք ամեն օր, չգիտեմ, միասին ենք երեխեքի հետ իրանց մանկապարտեզից հետո ամեն օր որակյալ ժամանակ ենք անցկացնում ու երբ որ ճամփորդում ենք, իրանց թողնում ենք տատիկների մոտ ու երեխեք շատ ուրախ են իրանց տատիկների մոտ մնալ, ոչ թե այնպես Բայց սկզբից է տենց եղել այդ անցումը հեշտ է ստացվել, որ իրանց համար հեշտ է եղել հենց սկզբից առանց ձեզ մնալը։ Իրականում հա, որովհետև այնպես չի, որ ոնց որ սենց տարել ենք ու թողել ենք տատիկի մոտ ու մոտ ինքը երբեք ոչ մի ժամ չի մնացել ու ասել ենք հիմա 6 օր պետք է երեխան մնա տատիկի մոտ ու ինքը սովոր չի, այսինքն մինչև մեր սկսել ճամփորդել, իրանք տատիկներին բավական սովոր էին, որտեղ մեր տատիկներն էլ շատ ներգրաված են, երեխեքները իրանց հետ շատ կապված են ու այդ շատ է հեշտացնում, որ
որ այնպիսի մարդու մոտ ես թողում, որ դու հանգիստ ես, որ քո երեխան այնտեղ իրան լավ է զգում։ Գիտես, ես ինչից եմ վախենում իրականում, հիմա իմ աղջիկը մնում է տատիկների մոտ բնականաբար շատ հանգիստ, որովհետև շատ բան չի հասկանում, բայց ես վախենում եմ, որ կարա գան այնց տարիք, որ չգիտեմ, գալիս է, չէ, տարիք, որ երեխեքը մամային շատ կպած են լինում, քո մոտ եղել է տենց շրջան։ Հա, իհարկե եղել է ու տենց փուլային լինում է, որ նորից ոնց որ անընդհատ քեզ կպած են լինում, նախ որ ինչ որ ճանապարհորդություն ենք պլանավորում, դրա մասին անպայման երկար խոսում ենք երեխեքի հետ ու ժամանակ առ ժամանակ հիշեցնում ենք, որ հեսա գնալու են մաման ու պապան, դուք մնալու եք այստեղ, սենց է լինելու, այսինքն վերջին օրով իրանց փաստի առաջ չես կանգնեցնում, էլի, ոնց որ իրանց հետ խոսում ես դրա մասին, տրամադրում ես, այդ շատ կարևոր է, ու հետո արդեն նաև նորմալ է կարոտելը, որ երեխան քեզ կարոտի, դու էլ իրան, էդ էլ սենց փոքրիկ ստրեսներ է, որի հետ աշխատել ես սովորացնում դու երեխուն, նաև իր համարել է այդ կարևոր ու մեղավորության զգացում չես ունենում։ Ես ինձ թվում է այնքան մեղավոր կզգամ ինձ առաջին տրիփին, երբ որ երեխու հետ չլինեմ։ Առաջին անգամը հնարավոր է լինի, բայց էլի եմ ասում, երբ որ օրինակ դու լինես մշտապես աշխատող մամա, ով երեխու հետ շատ քիչ է ժամանակ անցկացնում, ես առանց ինչ որ մեղադրական տեքստի եմ ասում աշխատող մամաներին, բայց այսինքն դու առօրյայում երեխուդ հետ շատ քիչ ես ժամանակ անցկացնում ու համ էլ գնում ես մի քանի օրերով ու չես տեսնում երեխուն, այդ ժամանակ ավելի շատ կարա լինի այդ մեղքի զգացումը, քան որ դու գիտես, որ դու դրա փոխարեն լրացնում ես, այսինքն այդ մի շաբաթը քեզ ու քո ամուսնուն պետքա որ դուք լիցքավորվեք, գաք երջանիկ ծնողներ որպես երեխու հետ շարունակեք։ Հա, հասկանում եմ։ Պլյուս մեղքի զգացումից որ խոսեցինք, ուրիշ թեմաներով լինում է, ինչ որ մեղքի զգացողություն քո մոտ, որովհետև իմ մոտ ես դեռ 3 ամիս եմ մամա եմ, շատ է լինում այդ մեղքի զգացողությունը։ Այդ անբաժան է ինձ թվում մամաներից, այդ մեղքի զգացումը։ Ինչ թեմաներով ես ունենում մեղքի զգացողություն։ Վայ, բոլոր։ Մայրության հետ առնչվող բոլոր թեմաներով այդ լինում է։ Իրականում հիմա իմ բալիկները արդեն 4 եւ 3 տարեկան են, այսինքն մոտ 4.5 տարվա մամա եմ, հիմա ահագին աշխատել եմ այդ ուղղությամբ, որ ամեն մանրուքը իմ մոտ մեղքի զգացում չառաջացնի, բայց լինում է թե երեխեքի ուտելու հետ կապված, որ վայ օրինակ այսօր չհասցրեցի երեխուն նորմալ առողջարար կամ բալանսավորված սնունդ պատրաստեմ, այսօր ինչ որ շատ քաղցր կերավ կամ վայ այսօր մի քիչ շատ մուլտիկ նայեց, հետո չկարողացա խաղալ ոնց ուզում էի, բայց էլի գալիս ես այն մի հատ քեզ բերում ես այն բալանսին, ասում ես ստոպ, նենց չի չէ, որ ինքը ամեն օր ուտում է օրինակ քաղցր սնունդ կամ fast food, դա ասենք չգիտեմ, ամսվա մեջ 2 օր է լինում, կամ նենց չի չէ, որ դու ամեն օր երեխուն մուլտիկ ես միացնում ու դու քո համար նստում ես։ Ուղղակի օրեր կա, որ դու սպառված ես ու դրա կարիք շատ ունես։ Իրականում այդ քառակուսիների մեջ եղած շատ իդեալական մամա էլ պետք չի լինել իմ կարծիքով։ Հա, իհարկե չեմ ասում շատ ծայրահեղացնես, որովհետև կան որ ինչ էլ չեն անում, ինչքան վատ բան անում են, անունը դնում են մենք իդեալական մամա չենք ու դրա անվան տակ ինչքան վատ բան կանում են կամ չեն անում առհասարակ, բայց ռեալ նայելով դու իրոք պետքա գնահատես, արդյոք օրինակ այդ fast food օրինակ չգիտեմ, որ ֆրի կերավ քո երեխան ամեն օր ինքը ֆրի է ուտում։ Չէ, դու օրինակ չգիտեմ, մի շաբաթ իրան առողջ սնունդ ես տվել, մի օր էլ ասենք, չգիտեմ, դրսում էիք, ինքը կերավ օրինակ fast food կամ մի օր էլ հետը չխաղացիր, որովհետև սպառված էիր ու այդ շատ նորմալ է։ Այսինքն ուղղակի ընդհանուրում ես էլի նայում պատկերին։ Հա, հասկանում եմ, այդ ուտելիքի բաղ իրականում ես այդքան չեմ վախենում, իմ վախերը մեծամասամբ հեռախոսի, հեռուստացույցի, մուլտիկների, չգիտեմ այդ առումով է, որովհետև ինչքան էլ հիմա ասում եմ, որ չէ, իմ երեխան հեռախոսով չի խաղալու, մուլտիկներ չի նայելու, բայց սենց ամեն դեպքում մտածում ես, բայց կարող է, ոնց որ երբեք մի ասա, երբեք չնայած քո երեխեքը իմ համար լրիվ օրինակ են, որ իրանք մինչև հիմա չգիտեն հեռախոսով խաղը ինչ է։ Այն որ մենք տեսել ենք ձեր երեխեքին ու ըստ դրա ենք երեխա ունեցել։ Հենց որ եթե կարելի է իմ երեխեքին էլ դուք դաստիարակեք։ Չէ, չի կարելի։ Իսկ դուք էլ հաստատ շատ լավ կդաստիարակեք էլի ձեզ իմանալով։ Լսի, բայց քո կարծիքով ոնց է պետք անել, որ տենց կպած չլինեն ու հեռախոսը պարզա, հեռախոս կարաս ընդհանրապես չտաս, ինքը նորմալ է որ չիմանա այդ ինչա, հեռախոսով խաղը ինչա, բայց հեռուստացույցը ոնց անես, օրինակ իմ աղջիկը հիմա 3 ամսական է, իր աչքերը ամբողջ օրը հեռուստացույցի էկրանին են։ Ասեմ, իրականում օրինակ իմ երեխեքը մուլտիկ էլ հեռախոսով չեն նայել ու ես պահեր ա եղել, որ հասկացել եմ, որ բայց օրինակ այս պահին կարայի տալ, բայց իմ մոտից էլ է այդ ֆունկցիան տենց չկա, որ հիշեմ, որ վայ սենց օրինակ շատ վատ պահի կարելի էր միացնել օրինակ ճանապարհին, այս ինքնաթիռի մեջ ես կամ բան,
Բայց հեռուստացույցը մանավանդ մինչև տենց մոտավորապես մի տարեկան, որպեսզի ինքը չնայի ու կապ չունի դա մուլտիկա, թե օրինակ լուրերն է հեռուստացույցով, լավ կլինի, երբ որ ինքը արթուն է, այդ ժամանակ տան հեռուստացույցը միացված չլինի, անգամ եթե երգա, որովհետև ինքը էկրանին է նայում, էկրանն է իրան վնաս։ Իսկ դրանից հետո ինձ թվում է չափավոր ու ընտրված բաները, թե ինչ կնայի, կարելի է։ Շատ դժվար որ ֆիլտրես թե ինչ կարանայի երեխեն, ինչ չի կարանայի։ Օրինակ իմ մոտ sense ֆիլտրերը sense ա եղել, որ աշխատել եմ անպայման հայերեն նայի, որ լեզուները չխառնի, որովհետև տեսել եմ, որ լինում է այնպես, որ օրինակ հայալեզու ընտանիքում երեխան սկսում են ռուսերեն խոսել, որովհետև մուլտֆիլմերը ռուսերեն են նայել։ Սկսում խոսել, դժվար են սկսում խոսել, որովհետև խառնվում է լեզուները։ Հայալեզու լինի, իր տարիքի լինի, վախենալու կադրերով չլինի, ինչ որ արդեն դու դրա մեջ սկսում ես ջոկել, ինչ որ շատ գունավոր բաներ չլինի։ Գիտես, հիմա ասենց ասում ես վախենալու կադրեր չլինի, բայց եթե մեր մանկություն գնանք, կարող է նայել ենք ինչ որ բան, որ վախենալու չի եղել, ինչ որ սուր բան չի ունեցել, բայց մեր մեջ ինչ որ տրավմա թողել է այդ։ Հա, այդ միանշանակ կարա լինի։ Դրա համար ինձ թվում է դրա վրա էլ այդքան խորանալ պետք չի, որտեղ ոնց որ երեխան եթե ուզի գտնի, հաստատ կգտնի։ Ես այն օրը մի քանի օր առաջ ընկերուս հետ խոսում էի նրանից, որ ես փոքր ժամանակվանից մինչև այսօր տրավմա եմ ունեցել մի հատ հայկական երգի տեսահոլովակից, որ մի քանի օր առաջ 26 տարեկանում նոր դրեցի նայեցի ու իմ մեջ է տրավման դուրս եկավ, որ ես այդ կադրերը նորից Արսեն Սաֆարյանը մի հատ երգ ունի, բայց անունը չեմ հիշում, ինչ որ մեղքերի հետ կապված երգա ու դրա տեսահոլովակը, ու իրականում ինքը վախենալու բաներ ունի, բայց իմ մեջ sense շատ տրավմայի պես նստած էր ու մինչև ես մեծ տարիքում չնայեցի դուրս չեկավ, չգիտեի մինչև այդ ինչի չէի։ Մեկ երեխան, որ ասեմ վախեցել է, ու մինչև հիմա մեկ երազում տեսնում է վախենում է, and Twinkle երգը գիտես, Twinkle Twinkle Little Star, այդ բարի աստղիկը, ինքը մի անգամ երազում վատ կոնտեքստով իրան տեսել է, ու ինքը Twinkle-ի այդ աստղիկից վախենում է, որ քեզ թվում է երբեք երեխան չկա այդ բարի աստղիկից վախենա, ու շատ վախեցել է, միամիտ պույպույ մկնիկի են տեսարանից, որ ինքը դագաղի մեջ այդ կոկոսի մեջ իբր մահացած գնում է։ Իրականում ես հիմա որ նայում եմ Disney մուլտիկները երկարամետրաժ, որ մենք նայել ենք Սպիտակաձյունիկը եւ այլն, շատ վախենալու են, Disney մուլտիկները այնքան սխալ բաներ ունեն իրականում, որ ոչ մեկ չի խոսում այդ թեմայով, որ իրականում ամեն պրինցեսան իրանց մի հատ շատ մեծ ինչ որ տրավմայի տեր մարդը, ու երեխեքը իրանց իդեալականացնում են, էլի։ Իրականում, հա, չես կարող իմանաս երեխան ինչից կվախենա, էլի։ Ու իրականում պետք է մի քիչ էլ այդ վախիկները, որ ինքը այդ վախենալու կերպարների հետ էլ հասկանա ոնց է պետք է աշխատել, որ շատ չվախենա, բայց շատ երախու տեսակից է, էլի։ Ունեք իմ մեծը ավելի տենց վախեր հավաքող է, քան փոքրը, ու կարա ավելի ազդվի, որտեղ ինքը ավելի գերզգայուն երեխա է։ Լսի, ես իմ մեջ նստածրել եմ այն բան, նաստրոյկան, կոպիտ ասած, որ ես պետքա չխորանամ տենց բաների մեջ։ Ոնց որ ոնց գնա, որովհետև ես մտածում եմ ինչքան հետևից ընկնենք, այդքան վատ է լինելու, այդ ինչքան խորանանք, ինչքան sense իդեալականի հետևից գնանք, որովհետև ճիշտը խոսանք, մեր ծնողներն էլ չեն ընկել էլի մեր իդեալականի հետևից, թե մենք ինչ ենք նայում, ինչ ենք ուտում, ինչ ենք անում։ Ոնց որ չեմ ուզում այն մարդկանցից լինեմ, որ ասում են, դե մեզ տենց են պահել, ոնց ենք մեծացել, բայց ինձ թվում է այդքան հետևից չընկնելը ավելի ճիշտ է, որովհետև մեր օրերում շատ խորացած են մամաները, ոնց որ իրանք հոգով են այն բեժվայ մամայի մեջ, չեմ ուզում ես տենց լինեմ, չգիտեմ, մաքսիմալ փորձում եմ։ Հա, ես էլ եմ մտածում, որ էլի այդ ամեն ինչը ծայրահեղությունների մեջ չպետք է լինի, ինքնես ոչ մի հարցում, ուրիշ բան, որ արդեն օրինակ տեսնում ես երեխա այդ վախեր ունի, դրանք անտեսել հաստատ չի կարելի, բայց այն որ sense փորձես երեխուդ ամեն ձև բամբակների մեջ բայես, որ իրան ոչ մի բան չլինի, դա հնարավոր չի ու երեխուդ համար լավ չի։ Դրա համար համաձայն եմ։ Կյանքին պատրաստել պետք է, որովհետև հա, պետք է ինքը իր փորձառությունը ապրի էլի ամեն ինչում։ Հա, ես ու Լուսինեն ընդհանուր մի հատ բան ունենք, որ մամայությունը պետք է համատեղենք Instagram-ի հետ, ոնց է այդ քեզ տրվում, օրինակ ինձ շատ բարդ է տրվում, ինչ երեխա։ Քեզ ավելի լավ է տրվում, քան ինձ։ Իսկ դու ուղղակի հավես չես ուներում շատ ժամանակ։ Էներգիա, հավես բառը մի քիչ sense փակում այն բոլոր տակի բաները, որ չկա։ Իրականում sense ասեմ 10%-ը երևի մեր առօրյայի ես չեմ հասցնում ցույց տամ Instagram-ը, որովհետև sense շատ լեցուն է լինում ու ես այն տեսակի մարդ եմ, որ sense տեսակով բլոգեր չեմ։ Սիրում եմ այդ պահին վայելել, չնկարել, չընկնել տենց բաների հետևից, այլ այդ պահին ես վայելեմ, բայց հետո հիշում եմ մեկ-մեկ, որ այդ մոտ մասնագիտական է, աշխատանք է ու պետք է այդ կոնտենտը ինձ։ Քեզ պարտավորված ես, չես զգում, որ այդքան մարդ, օրինակ ես մի քանի օր ինչ որ story չեմ անում, ինձ գրում են, ինչ ա եղել, ուր եք կորել։ Սենց քեզ արդեն պարտավորված ես զգում։ Ոնց որ գործիդ լուրջ չվերապրվես ու այդ
իրականում իմ համար ամենադժվար sense դեպրեսիվ կողմն է, որ ես անդադ մտածում եմ, որ ես լավ չեմ զբաղվում դրանով, բայց համ էլ հասկանում եմ, որ իսկապես էներգիաս չի բավականացրել, մեկ-մեկ sense անգամ ինքդ քեզ համեմատում ես, ասում ես, վայ, այս մեկը եկավ քեզանից անցավ, այն մեկը եկավ քեզանից անցավ, բան, հետո ասում ստոպ։ Այդ մարդիկ օրինակ ունեին մեկ երեխային ընթացքում, երբ որ դու մի անգամից երկու երեխա էիր մեծացնում 1 տարի տարբերությամբ, ու նորմալ է, որ դու նախընտրել ես երեխեքին, որ երեխեքը չտուժեն, այլ ոչ թե աշխատանքդ, ու ես միանշանակ մտածում եմ, որ մարդու համար այդ դեկրետի 3 տարիները հենց այնպես չի, որ պետությունը հատկացնում է, որտեղ այդ առաջին 3 տարիները դու ես պետք քո երեխուն, եթե դու ունես հնարավորություն քիչ փող աշխատելու կամ փող չաշխատելու ու ունես կողքից ամուսինը տա պահում կամ ինչ, մաքսիմալ պետքա փորձես դու լինես այդ երեխու կողքին, ոչ թե ընկնես ոնց որ գումար աշխատելու կարիերայի հետևից։ Բայց գիտես, այդ երեխու կողքին լինելու հետ զուգահեռ իմ համար շատ կարևոր է, որ ինքդ քեզ էլ չկորցնես, քո հետաքրքրությունները չկորցնես։ Օրինակ իմ համար դժվար է այդ։ Հա, շատ դժվար է։ Բայց իմ համար թեկուզ ես չնչին գումար, որ կարամ աշխատեմ երեխուն պահելով երեխու հետ զուգահեռ, այդ ինձ այնքան մեծ բան է ասենց տալիս ինքնազգացողությունս ասենց միանգամից շատ է լավանում, որ ես կարող եմ համեն անեմ, համեն, որովհետև այն ընթացքում, երբ որ ես ընդհանրապես չէի կարողանում աշխատել երեխու հետ, բնականաբար երեխու նոր ծնված ժամանակ, իմ համար ահավոր էր այդ շրջանը։ Ինձ թվում էր ես ոչ մի բան չեմ անում կյանքում, սենց մի պահ քեզ ասում ես, բայց ստոպ, մի հատ հանգստացի, նայ դու ինչ ես անում իրականում ստեղ, բայց տենց նորմալ է, որ այդ պահերն են լինում, էլի, որ քեզ թվում է ոչ մի բան չես անում, հատկապես երբ որ սենց թերթում ես Instagram-ը, կեղծ ամեն ինչ, չգիտեմ, սենց բոլորը ինչ որ սենց ուրախ են, խառը տեղեր են գնում, իրանց երեխեքի հետ բան են, սենց շատ ակտիվ։ Հա, շատ այդ լավը շատ տոքսիկ է Instagram-ը։ Ու այդ ընթացքում դու նստած սենց կեղտոտ մազերով, որ չես հասցնում դաժե լողանաս, երեխու հետ նստած, տունդ թափված, չգիտեմ, դու հաց չես կերել ամբողջ օրը ու նայում ես այդ ամեն ինչին, նորմալ է, որ կարա դրանից հետո կոմոդ ստրեսային ինչ-որ փուլ սկսի։ Անկամ մի հատ բան ասեմ, այդքան որ մենք ենք ներսի մարդ, մենք էլ ենք բլոգեր, գիտենք ամեն ինչ ոնց է լինում ինչ, մեկ-մեկ ես ինքս ինձ եմ բռնացրել այդ մտքին, որ իմ մոտ է եղել այդ ստրեսը, որ ես ինչ-որ մի բլոգերի, մամա բլոգերի տեսել եմ, նոր ծննդաբերած ժամանակ կամ բան, հիշել եմ ինձ այդ ժամանակ, ասում եմ, ախր ոնց, ու սկսել եմ ինձ մեղադրել, ու հետո ուղղակի իմացել եմ ոնց է անում ինքը ու ոնց հիշել եմ ոնց եմ անում ես ու հասկացել եմ որ բայց ես չէի ուզի տենց անեի իմ երեխու հետ էլի առանց ինչ որ մեկին մեղադրելու ու այդ իմ որոշումն է որ ես տենց չեմ ուզել ուզել եմ ոնց որ ես ամբողջ անեմ ուզել եմ կրծքով կերակրեմ ոչ թե ի սկզբանե ուղղակի երեխային կուրծք չտամ որտեվ չեմ ուզում որ օրինակ իմ հետ կապվի եւ այլն ու բնականաբար այդպես լիքը բաներ քեզ ավելի հեշտ է տրվում էներգիատ էլ ավելի շատ է լինում քան այն մարդուն ով այդ ամեն ինչը անում է ինքնուրույն ու իրականում ուզում եմ ասեմ մի հավատացեք այդ իդեալական մամաներին ովքեր համ երեխա են պահում հենց ծննդաբերության առաջին օրվա ինձ լիքը էներգիա ունեն դուք չգիտեք այդ մարդիկ դա ոնց են անում ու միջոցով քանի օգնական ունեն ընդհանրապես մի համեմատվեք որտեվ դա սուտ է չի կարա մարդը նոր ծննդաբերած ինքը պահի երեխուն, ինքը կրծքով կերակրի ինքը ամեն ինչ անի ու առաջին օրից լավ տեսք ունենա ու աշխատի, տենց բան չի լինում ուղղակի։ Այդ թակարդը ես էլ եմ եկել։ Իրական ճիշտ ասած ինձ էլ եղել են մարդիկ, որ մեղադրել են, ասել են շատ իդեալական ես ցույց տալ, բայց ես ցույց եմ տվել իդեալական։ Դե ասենք նորմալ է, որ օրինակ վիդեոյի մեջ չես մտնում օրինակ կեղտոտ շատ մազերով կամ թափված ինչ որ sense տան մեջի շորերով, այդ նորմալ է, էլի, պարզա որ այդ մարդը հաստատ ամեն օր դեկրետի մեջ մեյքափ չի անում, մազերը սիրուն չի ֆենում, օրը մեջ կեղտոտ է լինում։ Օրը մեջ։ Բայց մի բան ասեմ, իմ մոտ դաժե լինում է այն պահը, որ թեկուզ եթե ես ոչ ման չեմ նկարելու, թեկուզ Instagram-ը ընդհանրապես չեմ երևում այդ օրը, փորձում եմ մաքսիմալ որ 5 րոպե գտնեմ, գնամ մեյքափ անեմ։ Որ ինձ պրոստը ես լավ զգամ։ Հա, ես չեմ սիրում պրոստը մեյքափ։ Չէ, իսկ ես շատ կոմֆորտ եմ։ Ես մազերս պետքա սարքեմ երեխու հետ տանը նստեմ։ Ինձ այդ պրոստը կոմֆորտ է։ Իրական իմ բախտը բերան դրանով, որ իմ երեխան դեռ խելոք է։ Չգիտեմ հետո ոնց կլինի, բայց իրական ես տենց ինձ թվում է, ես ինձ տենց իդեալական չեմ ներկայացնում, ոնց որ ինձ մարդիկ ասել են։ Զուտ իմ երեխան խելոք է, քնում է, չգիտեմ, ես կարող եմ դեռ ամեն ինչ անեմ։ Ես իրականում չեմ այդ էլի եմ մտածում, չեմ մեղադրում են մարդկանց, որ ոչ թե ներկայացնում են իդեալական, այլ իրոք իրանք դրան որպես աշխատանք են վերաբերվում ու իրանք աշխատանքը շարունակում են, այսինքն ոնց որ չեն մնում դեկրետի մեջ, այլ կարող է չգիտեմ դայակ ունեն կամ տատիկ ունեն օգնող ու շարունակում են աշխատել, բայց այդ այն մնացած մարդկանց շփոթացնում է էլի, որտեղ իրանք չգիտեմ կադրից դուրս քանի մարդ կա այդ մարդու կյանքում, որ քանի օգնող ունի օրինակ
Ինձ օրինակ քննադատել են անգամ նրա համար, որ ես ասել եմ, որ շաբաթ-կիրակի օրերին երեխուն սովորաբար տանում եմ իր տատիկ պապիկի մոտ, որ համ իրանք տեսնեն, համ էլ ես ու ամուսինս առանձին ժամանակ անցկացնենք ու եղել է անգամ մարդ, որ ասել է, չես վախենում, որ երեխեդ սկեսուրիդ մամա ասի։ Չգիտեմ նորմալ է այդ։ Ոայ օրինակ այդ թեմայով ես անկեղծ կարամ ասեմ, որ բացարձակ խանդ չունեմ, ոչ սկեսուրից, ոչ մամայիս պահով, անգամ մարդիկ գիտեն, որ իրանց ամուսնուն են խանդում, որ երեխեն կարող ավելի շատ սիրի պապային, քան անկեղծ բացարձակ դա չեմ հասկանում, ցենց ուղղակի չեմ ասում։ Իմ համար սենց է, եթե մաման իր տեղում է, եթե մաման բավարար ժամանակ սեր է տալիս երեխուն, երբեք իր փոխարեն ոչ մեկ չի կարա լինի, ոչ տատիկը, ոչ պապան, իսկ տատիկ պապիկները այնքան կարևոր են երեխու կյանքում, դու էլ երբեք չես կարա պապիկ տատիկի տեղը լրացնես։ Օրինակ ես չեմ ունեցել այդ տատիկ պապիկի սերը, պապայիս կողմին ընդհանրապես չեմ տեսել, իսկ մամայիս կողմին էլ երբ որ ես ծնվել եմ, իրանք արդեն ավելի մեծ էին, ավելի խառն էին գործերով, ոնց որ մենք ապրել ենք առանձին, միշտ մաման է մեզ խնամել, անգամ չեմ մնացել երբեք տատիկ պապիկից տանը։ Ու ես հիմա որ իմ երեխեքին նայում եմ, թե իրանք երկու կողմի հետ ինչքան կապված են, ինչքան ներգրաված են տատիկ պապիկները, ասենց բարի նախանձով եմ, որ ասում եմ նախանձում եմ, որ իրանք ունեն այդ հնարավորությունը, այդ բոլոր սերերը ունենալու իրենց կյանքում, ու իմ կարծիքով ինչքան երեխուն շատ մարդ սիրին, թե այնքան ուժեղ մարդ է այս կյանքում։ Ումա պետք է, որ երեխուդ պահես մենակ մամա պապա ճանաչի, ոչ մեկ է չթողես շփվի։ Ինչի, եթե երեխան կարա կապվի նաև տատիկի, ու հետո քեզ էլ մի օր պետք լինի։ Հա։ Դու հանգիստ լինես, որ քո երեխան սիրով կմնա իր տատիկի հետ։ Ոչ թե դու գնաս ինչ որ հանգստանալու երեխդ լացի ամբողջ ընթացքում քեզ ասի։ Ու հետո այդ զգացողությունը, որ դուք օրինակ ամուսիններով առաջին անգամ որ գնացել էինք trip-ի, Իտալիա էինք գնացել երկուսով, այդ զգացողությունը, որ մենք ինչ որ մի տեղ, ոնց որ այդ մի քանի օրը դու երեխա չունես, ու դու կարող ես քեզ անջատես նաև այդ պատասխանատվության մտքերից, որովհետև այդ ամենահոգնածնողն է։ Ուղղակի հիշես ոնց էիք դուք մինչև երեխա ունենալը, ինչքան հավես է, որ իրար ունեք ու ինչքան այդ ձեր հարաբերությունները ամրապնդում։ Ու մենակ մնալ այդ ծնողների դերում հաստատ շատ դժվար է։ Մեր մոտ տենց շաբաթ-կիրակիներն է, երբ որ երեխան մեր մոտ չի լինում, մենք ուզում ենք բաց չթողենք ոչ մի րոպեն, որ մենք մենակ ենք, ու այդ շաբաթ-կիրակիները մենք ամեն օր տուն ենք գալիս գիշերը ժամը 4-ին 5-ին։ Մեր մոտ էլ է տենց շաբաթ-կիրակի հաճախ մենք էլ ենք տալի տատիկների, պապիկների մոտ, ու այն որ սենց իրականում որ չքնած ես, չէ, ուզում ես քնես, բայց համել ես չէ, բայց մենք ընկերներից տենամ մինչև ժամը 5-ը։ Ես էլ անեմ, ինչ հասցնում եմ անեմ։ Մեր մոտ սովորաբար շաբաթ օրվա առաջի կեսը տուն մաքրելու ժամանակ որը բնականաբար երեխոց չենք կարում, երկրորդ կեսը արդեն ընկերների ու իրար կարևորը, ու չգիտեմ երբ ենք տուն գալիս, սենց արդեն մեռած, ավելի շատ ենք հոգնում, քան երեխու հետ էինք հոգնում։ Բայց ասեմ, այդ սոցիալական հանգիստը իրականում շատ է պետք գալի։ Հետո գալիս ես տուն փոշմանում ես, ասում ես կարելի բայց քնեի սրա փոխարեն, բայց հետո ասում ես չէ, այդ ընկերներին տենալը կամ գնալ կինոյում քնելը բաները էլ է պետք։ Այդ շատ կոմասին է կինոյում քնել։ Լույս դու բավականին վաղ տարիքում ես երեխա ունեցել, ուզում եմ հասկանամ եղել են ինչ-որ բաներ, որ դու ուրիշ ձև ես պատկերացրել ու ուրիշ ձև ա եղել իրականում մայրության հետ կապված, որ չի արդարացվել քո սպասելիքները ինչ-որ ձևով։ Իրականում, երբ որ ես 15 էի, իմ հարազատ քուրիկը ունեցավ երեխա, ու ես էլ ակտիվ մասնակցում էի այդ process-ներին, ու սենց ոնց որ իր օրինակով այդ վարդագույն ակնոցները իմ մոտից ընկավ, այսինքն ես տեսնում էի, որ երեխան լացում է գազիկներից, սենց ոնց որ շատ այդ խնամքը սովորել եմ քրոջս տղայի վրա, ու ես այդ բոլոր սպասելիքները մինչև երեխուս ծնվելը ունեի, որ ինքը չի կարող, ես օրերով չեմ քնելու, որ ինձ դժվար է լինելու եւ այլն, այսինքն ես այդ ռոմանտիկ սպասելիքները չեմ ունեցել անկեղծ։ Այդ շատ է օգնել, երբ որ դու մի հատ օրինակ ես ունենում քո առաջ, օրինակ կարողա ձեր համար իմ օրինակն ա եղել, որ իմ դժվար փուլերը տեսել եք, արդեն դուք էլ այդ վարդագույն ակնոցները չեք ունեցել երեխա ունենալուց։ Ինձ նկատեմ այդ օգնել է, ինչքան է վաղ տարիքում ա եղել, ու հիմա որ հետ եմ նայում, իրոք հասկանում եմ, որ սենց շատ լավ եմ այդ փուլերը անցել, կարող է հիմա ունենայի, տենց չանցնեի։ Հիմա ավելի թեթև ամեն ինչին նայել, իսկ հայրականում այդ քեզ շատ օգնեց։ Իդեալական անեի, հա, առաջին երեխու ժամանակ մանավանդ։
Դու փոքր ժամանակից մամա էիր արդեն սենց Հա, ու ես երբ ժամանակ էլ որ ինձ հարցնում էին չես դառնես, ասում էի լավ մամա, ինչ-որ սենց։ Օրինակ ես մինչև չեմ պատկերացնում ինձ մամա անկեղծ։ Իմ ծնողները մեկ-մեկ որ ասում են չեմ պատկերացնում, որ ես քո երեխեքն են։ Ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքում էդի մամային հետապնդում է, որ ասենք հիմա նայում եմ իմ երեխեքին, ասում ես սենց մեծ երկու երեխա ունեմ, երբ ոնց եղավ էլի, որտեվ զուտից մը ժամանակն է շատ արագ թռնում։ Ու դու չես պատկերացնում, որ դու այնքան մեծ ես, որ կարես մամա լինես։ Հա, ես պահի տակ համտածում եմ, որ ես ուշ եմ երեխա ունեցել, համտածում եմ, բայց ընդամենը 26 տարեկան եմ, ինչի՞ եմ ես։ Հետո հասկանում 26 տարեկանը մեծ տարիք աղջիկ ջանի հա հանգստացի։ Առաջ ես չէ 26-ը մեծ պատկերացրել շատ։ Մերոնք որ ինձ 30-ում են ունեցել, ես մտածում եմ ինչ մեծ տարիքում են ունեցել, ու հիմա մտածում եմ, ես հեսա 27 եմ, ու որ ուզենամ երրորդ երեխա ունենամ, հազիվ 30 ու 30-ն անց ժամանակ պլանավորեմ։ Մտածում ես չես կարող ասես։ Հա, ես համոզվել եմ, որ չես կարող ասես։ Իսկ դու ինչ սպասելիքներ ես ունեցել, որ տենց։ Լես իրականում ես քանի որ ավելի հասուն տարիքում եմ ունեցել, ու սենց ոնց որ ավելի տեղյակ եմ եղել, տեղեկացված եմ եղել նույն քո փորձը տեսնելով, ուրիշների փորձը տեսնելով, մի քանի բան եղել է, որ ուրիշ է եղել, օրինակ ես պատրաստ չեմ եղել ընդհանրապես, որ ծննդաբերությունից հետո լակտացիայի փուլը շատ սենց զգացմունքային է լինելու, ես դրան ընդհանրապես պատրաստ չեմ եղել։ Այդ շրջանը երևի իմ կյանքի սենց ամենավատով եմ հիշում այդ շրջանը, այդ մոտակա այդ սկզբի 10-15 օրը լակտացիայի իմ համար ծայրահեղ ծանր է եղել, ես սենց ամեն ինչից նեղանում էի, անդադ լացում էի։ Ստում է դա ոչ մեկ չի կարա նախորդ պատկերացնել, ինչեւ հետը չի լինում, որովհետեւ իմ մոտ էլ էր տենց ես որ տուն էինք եկել, դուրս էինք գրվել հիվանդանոցից։ Ուղղակի լացս գալիս էր, ինձ թվում էր ես էլ կյանքում տնից դուրս չեմ գալու։ Ինձ թվում էր ես ու մանավանդ այդ մի քանի օր որ նոր չէ, երախուն չես հանում մի քիչ մինչեւ սովորի բան։ Ինձ թվում էր ես կյանքում տնից էլ առանց երեխա դուրս չեմ գալու, այսինքն այդ 15 րոպե հետո որ պիտի մանտամ, այդ 15 րոպեն եմ դուրս գալու, ես այդ զգացողությունից անդադ լացում էի։ Իմ վրա մինչև հիմա Նարեկը ծիծաղում է, որ ես անդադ ասում եմ, իմ կյանքը վերջացել է։ Ես անդադ այդ արտահայտություն եմ, կյանքը վերջացել է, վсё։ Այդ հորմոնալ փոփոխությունները երբեք մինչև հետը չի լինում, չես պատկերացնում այդ ինչ է, էլի, որ քեզ չես կառավարում։ Տարօրինակ էր իմ համար այն առումով, որ ես ինձ թվում էր ես ամեն ինչ կարդացել եմ, ամեն ինչից տեղեկացված եմ, բայց մենակ այդ բանը ես չգիտեմ ոնց եմ բաց թողել։ Ես չեմ իմացել, որ լակտացիայի շրջանում կարա զգացմունքային լինես, դա իմ համար շատ նորություններ է։ Կամ որ կերակրելը տես դժվար կարա տրվի, չէ՞։ Վայ, այդ դրա մասին ընդհանրապես չեմ ուզում խոսեմ, որովհետև երևի իմ կյանքի ամենադժվար բանն է, challenge-ն է եղել իմ համար, որ իրականում ես չեմ հաղթահարել։ Բայց ես այն որ ամբողջ այս 26 տարիներիս ընթացքում միակ բանը, ասենց ամենաուժեղ բացասական էմոցիան այդ շրջանի հանդեպ եմ զգում ու ինձ մեղադրում եմ, որ օրինակ նոր երեխես ծնվել, բան ես պետք է այդ դրականով հիշեմ, բայց յոգում շատ վատով եմ հիշում։ Չէ, շատ նորմալ է, ինձ թվում է, որ դրականով չես հիշում։ Օրինակ հիմա որ անգամ վիդեոներ եմ տեսնում, որ այդ ծննդաբերելու օրը ասում են, ես իմ կյանքի ամենաերջանիկ օրն է, ինչ որ մամաները Ես հասկանում եմ, որ օրինակ իմ համար տենց չի եղել, որտեվ այդ այնքան սենց խառը մի հատ օրա բան, ու սենց ինչքան էլ դու քո երեխուն ես ունեցել մամա, ես դառած զգացողությունը ոչ չի եղել, որ վայ, ես ինչ երջանիկ օր է, անկեղծ։ Հատկապես այդ զգացմունքային պահը, որ դու սենց շատ ցավերով պարկած ես, դաժե նստել չես կարողանում ու գիտակցում ես, որ քո բոլոր հարազատները հիմա այնտեղ ուրախանում պարանում խմում են։ Դու տանջում ես, որ երեխեդ կաթ ուտի։ Դու չես կարում երեխուն դաժե վերցնես մոտդ բերես, այնքան ցավեր ունես։ Անարդարության զգացում է, չէ՞։ Շատ դաժե։ Հետո մտածում լավ է, որ ուրախացել եմ։ Ատում էի ուղղակի ամբողջ սրտով ատում էի, որ ինքը զանգում եմ սենց խմած լավ տրամադրությունով ընկերների հետ, ես սենց տանջվում եմ։ Չգիտեմ, այդ պահը շատ դաժան է եղել, բայց դրանից բացի երևի դե հələ երեխան փոքր է, հələ այդքան չեմ պատկերացնում, բայց երևի ինչ որ սպասելիքներ չեմ ունեցել, որ չեն արդարացվել, մենակ է դա եղել, որ չեմ պատկերացրել, որ անկեղծ այդքան դժվար կարա լինի։ Հա, իրոք բաներ կան, ինչ չի լինում այդ պահին, չես ինչքան էլ sense մոտավոր պատկերացնես, բայց այդ մարմնական ցավը, հոգեբանական ծանր վիճակը չես կարող նախորդ պլանավորես կամ պատկերացնես, է։ Հիմա չարթարացված սպասելիքների հակառակն եմ ուզում քննարկենք, որն է մայրության այն շատ լավ կողմը, որի մասին իրականում շատ քիչ է խոսվում, որը չգիտեիր, որ տենց է լինելու, կա տենց բան քո համար։ Հա, այդ զգացողությունը լինում է իրոք մենակ մայրանալուց հետո, այդ զգացողությունները
ինձ թվում է հիմա այնքանը վատ կողմերի մասին խոսվում ու չի խոսվում լավի մասին, որ շատ է պետք լավի մասին խոսալ։ Այն որ դու նախ թողնում ես սերունդ, որը իմ կարծիքով մարդկության բնականոն ընթացքի գլխավոր մասն է։ Դու ծնվում ես վերարտադրության համար, որ վերարտադրես սերունդ։ Դու քո երեխու մանկության հետ անցնում ես այն բոլոր քո մանկության փուլերը, որոնք միգուցե չես հիշում, որոնք միգուցե ինչ-որ բացեր ունես ու ոնց որ նորից ամեն ինչ զրոյից սովորես քայլել, ուտել, այնքան ուրիշ ձև ես սկսում աշխարհին նայում ես ավելի բարի, ավելի հասկացող, ավելի ըմբռնող, օրինակ եթե դու կարաս մինչև այդ ինչ որ մի հատ երեխու արածից ներվայնացես, ասես վայ, ինչ անդաստիրակ երեխա է, երբ որ մամա ես դառնում, այդ քո աչքին ընդհանրապես արդեն այդպես չի երևում, դու իրոք կարող ես ներթափանցել այդ ճիշտ ասած, որ մոլում տեսել եմ լացող երեխա ու դրանից առաջ կներվայնանայի ես դրա վրա, ասեի չեն կարող հանգստացնել, ինչի բան չեն անում։ Հիմա հասկանում ես, որ նորմալ է, երեխա է, պետք է չէ դառել, կամ օրինակ չգիտեմ, որ մեքենայում կանգնացնում, միշտ մտածում կարա օրինակ ստեղից կալյաս կանցնի, թե չէ, որ եթե երեխաչունս կյանքում մտքով տենց բաներ մի խոսքով չի անցնի։ Հաստատ։ Էլ չեմ ասում այն, որ դու այդ երեխու հետ բացի հոգնելուց այնքան դրական էմոցիաներ ես ստանում, իր ամեն արածից, իր ամեն ժպիտից, իր չգիտեմ ամեն մի հատ քաղցր բառից, ու այն միտքը, որ դու կարաս ինչ-որ մարդ զրոյից ձևավորես ու դարձնես ինքնուրույն ու բաց թողնես կյանք, որ ինքն էլ իր կյանքը ստեղծի, իր սերունդները տա, այդ ինձ թվում է անփոխարինելի է, ու հիմա այնքան թերագնահատված ու այնքան սենց cringe-ա դառել մամա լինելը, մենակ մամա լինելը, տնային տնտեսուհի լինելը, որ մեկ-մեկ ուզում ես ասես, բայց ախր այդ կյանքի բնականon ձևն է եղել միշտ, ու ես չեմ ասում, որ վատ է, երբ որ կինը ուրիշ ոլորտներում ուզում է առաջ գնա, բայց եթե դա չլինի, դա մեկը նորմալ է, որովհետեւ հիմա շատ բլոգերների կողմից sense ակտիվ ռոպագանդա է գնում, որ ամուսնանալը վատ է, երեխա ունենալը վատ է, ոնց որ այդ վատն է իրանց ստանդարտներով, այդ սխալն է։ Իրանք նայում են ճիշտը նրան, որ դու պետք է ռեալիզացվես որպես մարդ, աշխատես, դու էլի այդ ամեն ինչը կարես անես, բայց չպետք է քննադատես այն մարդուն, ով որոշել է ընտանիք կազմի, երեխա ունենա։ Այդ ռոպագանդան ընդհանրապես չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Ես լրիվ ընդունում եմ նաև այն տեսակետը, որ մարդ պետք է ռեալիզացվի, աշխատի, իրան ստեղծի նոր ամուսնանա, որտեվ լիքը վատ հետևանքներ է ստանում, երբ որ այդպես չի լինում, բայց ամեն մարդու մոտ մի ձև է ստացվում կյանքում, ոչ ոք նախորոք չգիտի, թե իր մոտ ոնց կստացվի կյանքը։ Ու ինչ որ հստակ քառակուսիներով ապրել ու ասել այսպես է ճիշտ, անպայման պետքա դու քեզ տուն առնես, նոր ամուսնանաս, որ ապահովված լինես, ու ձեռարել են մարդկանց, ովքեր ուրիշ ճանապարհ են ընտրել։ Հա, իհարկե, որովհետև բոլորի կյանքը նույն ընթացքը չի ունենում, ու իմ համար շատ կարևոր է, որ այդ միտքը դուրս գա այն բանից, որովհետև տեսեք, կնոջ վրա ինչքան բան է դրված։ Եթե առաջներում կնոջ վրա դրված էր, օրինակ մեր մամաների ժամանակ լավ տնային տնտեսուհի լինելը, լավ մամա լինելը ու դրանից հետո նոր մնացածը կամ կլիներ կամ չէր լինի մեծամասնության մոտ, հիմա բացի դրանից նաև դրված է, որ ինքը պետք է անպայման ռեալիզացվի, իր կարիերան ստեղծի, հասարակության մեջ իր տեղն ու դերը ունենա, իսկ այդ sense մի քիչ չերես-չուր շատ է ինձ թվում է մի կնոջ համար, երբ որ նորմալ է, որ այդ մարդը ուղակի չի ուզում տենց լինի, ուզում է տնային տնտեսուհի լինի, ուզում է մայրությունը իր վայելի, չի ուզում աշխատի, ուզում է իր երեխեքին ինքը չտա 1 տարեկանից մանկապարտեզ, այլ ուզում է մինչև 3 տարեկան ինքը վայելի իր երեխեքի մանկությունը։ Գիտես, տենց մտքեր երբեք չեն արտահայտի այն մարդիկ, ովքեր ունեցել են երեխա ու մեծացրել են երեխա, որովհետև եթե մի անգամ մարդ ունենա այդ փորձառությունը, հասկանա այդ իրականում ինչքան դժվար բան է, դիմացինից չի սպասի ավելի մեծ բան։ Բայց հավատա, շատերը տենց ասում են, այն մարդիկ, ովքեր իրենք երբեք այդ կենցաղի մեջ չեն եղել, ու ես անձամբ լսել եմ մամաներից, ովքեր իրանք ուղակի աշխատող մամա են մենակ ու իրանք մտածում են, որ դա է ճիշտը, ու այն մյուս տարբերակը ուղակի ծիծաղալու է, որտեվ այդ մարդը լճացած է, ոչ ռեալիզացված է մյուս մաման։ Բայց հակառակն էլ կա, որ մեղադրում են մամային, որ ինքը նոր երեխա ունեցել ու աշխատել է։ Ինչի համար ես կարում եմ, անում եմ դա։ Ես համատեղում եմ մյուս կանայք սովորաբար, որովհետև տղամարդիկ երբեք դες բաների համար չեն մեղադրում։ Տղամարդիկ թքած ունեն։ Մենք ենք մեզ անընդհատ ինձ թվում է այդ կանացի մրցակցությունը միշտ նրանից է գալի, որ դու ճիշտը ու լավը երևաս ու դրա համար փորձում ես հակառակ կողմին գցել, բայց ուզում եմ ասել, որ շատ սխալ է, էլի, որովհետև արդեն մամա լինելը այնքան բարդ բան է,
ամեն մեկը մի ձևով այդ փորձառությունը անցնում, ուղղակի պետքա փորձենք նենց անենք մաքսիմալ, որ մեր երեխեքը այդ փորձառության արանքում չտուժեն, մենակ շահեն։ Որ խոսք կա, որ ասում են աղջիկների համար են սիրուն անում, ոչ թե տղաների, այդ լրիվ էս դեպքն է։ Ոնց որ փորձենք դիմացի մամային ցույց տանք, որ մենք սենց ենք։ Ավելի լավ մամա ես, քան այն մյուսը, հա, այդ ինձ թվում է երբեք չի էլ անցնելու, շատ երկրորդական բան են ստեղ, հա։ Ու այդ շատ սխալ է։ Համաձայն եմ։ Լյուս ապրես շատ անսահման շնորհակալ եմ քեզ, որ այսին զրույց եղավ, որովհետև ասենց այն որ ոչ մի բան նախորդ չէինք պլանավորել, չէինք խոսել, ասենց տեղում ինչ խոսեցինք, ասենց խոսքից խոսք բացվեց, ու հիմա հետաքրքիր զրույց ենք ստացել։ Այսօր իմ համար իրական շատ լարված օր էր, ու դու ինձ շատ օգնեցիր, դրա համար ապրես շատ ես շատ ուրախ եմ, որ հենց քեզ եմ ընտրել որպես առաջին։ Շատ հաճելի էր, ես հույս ունեմ, որ քեզ էլի կտեսնեմ ստեղ։ Ես էլ հույս ունեմ, որ դու լիքը լավ հյուրեր կունենաս ու քո հաղորդումը լիքը հաջողությունների կհասնի։ Ապրես շատ։ Դե ինչ ավարտվեց Տաքանկյունի առաջին թողարկումը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Չմոռանաք բաժանորդագրվել իմեջին, որպեսզի բաց չթողնեք հետագա թողարկումները։ Իսկ մեկնաբանություններում կարող եք գրել, թե ում կուզեք տեսնել այս տաղավարում եւ թե ինչ թեմաներով կուզեք, որ զրուցենք։ Լավ է։